Բարև ձեզ, Սլաքեյմի եթերում է անկեղծության ժամ հաղորդումը։ Ես այսօր իսկապես խոստանում եմ, որ մենք ունենալու ենք բացառիկ անկեղծ հարցազրույց, որովհետև, ինչպես Գարեգին Նժդեհն է ասել, եթե ուզում ես տեսնել ազգիդ ապագան, նայիր նրա երիտասարդությանը։ Իսկ ես հպարտորեն ներկայացնում եմ իմ այսօրվա հյուրին՝ կայացած, ինքնավստահ եւ խելացի երիտասարդ Blog News AM լրատվական կայքի գլխավոր խմբագիր Արամ Անտինյանին։ Մենք հետևում ենք բոլորին ու յուրաքանչյուրին։ Մենք քաղում ենք բլոգոլորտում ընչած լավագույն մտքերն ու դրանք կներկայացնենք ամփոփ տեսքով։ Օրական մի քանի տասնյակ հազար Facebook-յան գրառում, անհաշիվ սկանդալային մեկնաբանություններ ու բլոգային սուր անդրադարձներ։ Մեկնաբանություններ, որոնք մեկնաբանելու կարիք ունեն։ Հակիրճ, բայց բովանդակալից։ Սուր, բայց արդար։ Օբյեկտիվ ու իրական։ Դուք ունեք լռելու իրավունք։ Այն ինչը գրեք, կարող է օգտագործվել ձեր դեմ։ Ձեզ հետ շաբաթը կամփոփի Արամ Անտինյանը։ Ողջույն Արամ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս ես։ Լավ, շնորհակալ եմ։ Դուք։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Արամ, կասես ինչ է քեզ համար անկեղծություն ասվածը։ Անկեղծությունն առաջին հերթին կարողությունն է ներկայանալ եւ լինել այնպեսին ինչպեսին ես, չկեղծել քեզ եւ դիմացիների հետ չփվել այնպես ինչ որ մտածում ես, խոսել այն ինչ առաջին պահին մտքիդ գալիս է։ Ներկայանալ այնպեսին ինչպեսին կաս իրականում շատ դժվար է եւ դժվար է լինում շատ մարդկանց հետ այդպեսին լինել։ Այս պարագայում քո սեփական եսը կարող է ինքնամփոփ լինել շատ մարդկանց միջավայրում, թե ոչ։ Ես առհասարակ չեմ սիրում դիմակներով շփվել մարդկանց հետ։ Ես ունեմ մի դիմակ, դա իմ դեմքն է, եւ երբ որ կարողանում ես այդպես լինել եւ այդպես շփվել մարդկանց հետ, դա պարզապես հրաշալի է։ Տարիների ընթացքում, եթե նույնիսկ վախ կա քո մեջ ներկայանալ այնպեսին ինչպեսին ես, դա անցնում է եւ շատ ուրախ եմ, որ այսքան երիտասարդ հասակում կարողացել եմ այդպեսին դառնալ։ Սովորաբար մարդը մի քանի դիմակ է ունենում, բայց մարդնով միայն մի դիմակ է ճանաչում եւ այս պարագայում միայն սեփական դեմքը նրա համար շատ դժվար է կյանքի դժվարություններ հաղթահարել եւ ճանաչել կեղծավոր ու անկեղծ մարդկանց։ Կարողանում ես հեշտ զատել նրանց, թե ոչ։ Անկեղծ ասած սովորել եմ կարողանալ հեշտ զատել կեղծավոր մարդկանց ու ուրախ եմ նաև ասել, որ ինձ շրջապատում են մարդկանցով, ովքեր այնպես են մտածում, ինչպեսին ես եմ, եւ զերծ եմ մնում այն մարդկանցից, ովքեր ինչ որ մանր խարդավանքներ են փորձում իրականացնել կյանքում եւ փորձում են ինչ որ կերպ շեղել ինձ իմ ճիշտ գաղափարներից։ Արագ երբ որ բացահայտում եմ այդպիսի մարդկանց, ովքեր կեղծավոր են, շատ արագ դուրս եմ հանում իմ շփումների շրջանակից։ Ունես հստակ քո մեջ սահմանված որևէ գաղափար, որով մշտապես առաջնորդվում ես։ Լինել անկեղծ եւ գործել բարին, դա գլխավոր հատկանիշներ են, որոնք ինձ համար առաջնային են եւ փորձում եմ պահել իմ կյանքում։ Բարի գործելու ցանկությունը իրոք իմ մեջ կա եւ կա նաեւ իմ թիմի մեջ, ովքեր ինձ այսօր շրջապատում են եւ միասին փորձում ենք ինչ որ կերպ փոխել եւ տարածել նաեւ բարին։ Բարությունն ու անկեղծությունը համահունչ բառեր են եւ այս պարագայում սրանք կարծես թե առավել շատ վերագրվում են ինքնավստահ տղամարդու այս դեպքում ինքնավստահ տղամարդու կողքին ինչպիսի աղջիկ պետք է լինի։ Ինքնավստահ տղամարդու կողքին երբ պետք է լինի աղջիկ, ով նախ կսիրի այդ տղամարդուն, երբ որ սերը կա, մնացած ամեն ինչ արդեն տանելի են եւ ամեն ինչ հետ կարելի է հաշտվել։ Առհասարակ ցանկացած հարաբերության հիմքում սերն է եւ եթե սերը կա, մնացած ամեն ինչ արդեն հարմարվելու վրա է։ Արամ Անտինյանի անձնական կյանքում սերը ծաղկունք է ապրում, վերելք է ապրում, թե հանգիստ իրավիճակ է։ Բարբերաբար հաջողություններ եւ անհաջողություններ լինում են, հիմա հանդարտ փուլն է եւ ավելի շատ նվիրված եմ հիմա աշխատանքից, քան սիրուն։ Աշխատանքային բնակավարում վստահ եմ, որ հանդիպել ես մի շարք խարդավանքների, հանդիպել ես մի շարք անհաջողությունների։ Blog News AM լրատվական կայքում արդյոք լինում են հաճախ կռիվների առիթ։ Կախված ընթերցողների հետ, կախված այն նյութերի հետ, որոնք վերագրված են շոու բիզնեսի ներկայացուցիչներին։ Այն ոլորտը, որում մենք ենք գործում, այն սֆերան, որում մենք կանք, դրա հիմնական բաղադրիչներից մեկը նաև այն կռիվներն են, այն անհաշտություններն են, որոնք տեղի են ունենում մեր առօրյայում, որովհետև միշտ չի, որ մարդ պատրաստ է լսել իր մասին անկեղծ ճշմարիտ խոսք։ Մի քանի տարի առաջ ավելի բարդ էր, հիմա նաև Blog News-ի միջոցով ինչ որ անկեղծության պորտկում եղավ, այն կարծիքները, այն տեսակետները, որոնք կային մարդկանց մեջ ինչ որ այլ մարդկանց մասին, միանգամից հորդեցին այսպես եւ շատերը չկարողացան դա ընդունել։ Սկզբում դժգոհություններ, կռիվներ, պատերազմներ, բայց ընթացքում շատերը հասկացան, շատերը հասկանալու փուլում են նոր։
կոնֆլիկտային իրավիճակից դուրս գալու քո ճիշտ նախապայմանը որն է։ Լինել պարզապես ազնիվ մարդու հետ, բացատրել ճիշտ իրավիճակը, բացատրել, որ դու ինչ-որ անձնական խնդիր չունես իր հետ, մանավանդ մեդիա դաշտում միշտ ինչ-որ տարբեր մարդկանց մասին հոդվածներ նյութեր գրվում են, պրիմիտիվ է մտածելը, որ կայքի խմբագիրը անձնական ինչ-որ կոնֆլիկտ կարող է ունենալ ամեն մեկի հետ, ում մասին որ հոդված գրվում է։ Արամ քաչ հայտնի է բոլորիս, իսկապես, որ լրագրողները կարողանում են մշտապես փաստը տարբերել կարծիքից, եւ երբ գրում են որևէ վերնագրով նյութ, այս պարագայում նյութի ներքևի հատվածում հայտնվում են մի շարք ճակերտավոր կոմենտագիրներ, ովքեր սեփական կարծիքը շատ մեծ չարամտությամբ են փորձում արտահայտել։ Ինչպես ես մտածում այս ամենի մասին։ Համացանցում անկեղծ ասած վերջերս սեփական կարծիքն արտահայտելու մոլուցքը ինչ որ շատացել է եւ յուրաքանչյուր մարդ շատ համարում է որ իր կարծիքը անպայման պետք է արտահայտի եւ նաեւ Facebook-ի այսքան լայն մասսայականացումը օգնում է որ յուրաքանչյուր ոք իր մեջ շատ կարեւոր է իր կարծիքը այսինքն յուրաքանչյուրին թվում է որ իր կարծիքը շատ կարեւոր է նույնիսկ երբ որ այդ կարծիքը ինչ որ դատարկ բան է ինքնաարտահայտվելու մոլուցք կա շատերի մոտ նաեւ եւ շատերը փորձում են ինչ որ բացասական վատ մեկնաբանություններով եւ նսեմ ասել տվյալ անհատին ում մասին հոդվածը գրված է եւ նաեւ ինչ որ առումով ինքնահաստատվել ժամանակի ընթացքում կարծում եմ նրանք այսպես կմաղվեն եւ ինչ որ համացանցում կոմենտների եւ կարծիքների լեվելը այսպես ասած կբարձրանա որովհետեւ այսպես միշտ չի որ կարող է լինի օրինակ ինչ եմ պոզիտիվ տրամադրված այս առումով ժամանակին բոլորը օրինակ գրում էին համացանցում լատինատար հիմա երբ որ մենք ասացինք ես իմ ընկերները նրանք ովքեր առաջ քաշեցին այն թեզը որ պետք է գրել հայատար համացանցում հիմա սկսել են գրել հայատար եւ սկսել են գրել գրագետ կարծում եմ հաջողություններ եւ հաղթանակներ համացանցում ունենալու ենք եւ կոմենտագիրների բարությունը եւ նրանց բարիացնելը այդ հաջողությունների ճանապարհին ինչ որ մի տեղ է Համացանցում բացի այն, որ իսկապես կոմենտներ են շատանում նյութերի ներքո, կա նաև հետևյալ միտումը, որ մարդիկ գրում են որևէ անմիտ ստատուս, իսկապես բացարձական հետաքրքիր հասարակությանը, որովհետև չի կարող երբևէ հասարակական հնչեղություն ունենալ, բայց գրվում է նաև նրա ստատուսով, նյութով ինչ-որ վերնագիր, հոդված եւ այլն։ Ինչ կարծիք ունես նաև այս մասին եւ իբրև Blognews.am լրատվական կայքի գլխավոր խմբագիր։ Երբևէ թույլ տալիս ես նման վերնագրով հոդվածներ, թե ոչ։ Նախ ասեմ որ համացանցը հիմա այնպես է զարգացել, այնքան է մեծացել, մոտ կես միլիոն միայն Հայաստանում կա Facebook-ից օգտվող 700,000 հատնակլասնիկից, որ շատ հեշտ է դարձել հայտնի դառնալը, ինչ որ եթե խոսք ունես ասելու, ինքը շատ հեշտ է դարձել տեղ հասցնելը։ Ու քանի որ նաև հասարակությունը մեր մոտ ցավոք այնպիսին է, որ այս սկանդալները, սուր եւ բացասական խոսքը հաճախ ավելի լսելի է եւ տարածողները նրա ավելի շատ են, հաճախ շատ խելացի, շատ կոնստրուկտիվ առաջարկներ եւ շատ խորը մտքերը մնում են ստվերում եւ առաջ են գալիս այն մարդիկ, այն միտք արտահայտողներն, ովքեր ասում են սուր, բայց ռադիկալ դաշտի ինչ որ արտահայտություններ են անում։ Նաեւ համացանցի բնակիչները, նաեւ լրատվական կայքերն օգնում են, որ դրանք տարածվեն։ Ես անձամբ Blognews-ում այդպիսի ստատուսները չեմ նախընտրում տարածել, այսպես ասեմ։ Բարբերաբար լինում են, բայց աշխատում ենք քչացնել, մինիմալ հասցնել։ Արամ, անկեղծության ժամ հաղորդման նախորդ հյուրս Աշոտ Սարգսյանն էր, Individuum Casting Production-ի հիմնադիր եւ դու միայնակ չես ակցիայի համահեղինակ, որ երկուսով եք մշակել այս ակցիան։ Մի փոքր կներկայացնես նաև դու այս ակցիայի մասին։ Մենք իսկապես երկար խոսել ենք այս ամենի մասին եւ մանրամասն ներկայացրել ենք։ Հետաքրքիր է նաև ինչպես առաջացավ միտքը եւ իսկապես երիտասարդ լինել եւ այս տարիքում նախաձեռնել նման ակցիա շատ գովելի փաստ է կեցես դրա համար եւ մի փոքր կներկայացնես։ Հաղորդման սկզբում ասեցի, որ մեր գլխավոր նպատակը բարիք ստեղծելն ու բարին տարածելն է եւ բարին ռոպագանդելն է։ Սրա վառապատությունն, որ Blognews-ը իր հասույթի մեծամասնությունն ուղղում է բարեգործությանը, այսինքն պարբերաբար կարելի է հետևել, թե ինչպես է մեր խմբագրակազմը տարբեր անապահով ընտանիքների աջակցություն տրամադրում։ Այս անգամ ես Աշոտը որոշեցինք, որ ինչու՞ չէ, եթե միշտ օգնում ենք թիրախավորված կոնկրետ ընտանիքների, կարելի է օգնել միանգամից շատ մարդկանց, քանի որ ֆինանսական միջոցներ չունենք, որ միանգամից օգնենք շատերին, դիմեցինք
տարբեր մարդկանց ասացինք, որ այսպիսի ակցիա ենք անում, փորձելու ենք օգնել մի քանի գյուղի միանգամից։ Եվ շատ ուրախալի էր, որ մարդիկ հասկացան, գնահատեցին այն միտքը, որ դրված էր ակցիայի հիմքում եւ տարածում գտավ։ Դրա ապացույցներ այն, որ մեզ միացան մարդիկ բոլոր սֆերաներից, քաղաքական գործիչներ, հասարակական գործիչներ, տարբեր կուսակցություններ, երգիչներ, դերասաններ, բարի գործելու ցանկությունը բոլորի մեջ կա եւ մենք այս ակցիայի միջոցով հնարավորություն տվեցինք իրականացնել այդ իրենց ցանկությունը։ Ակցիան որևէ կուսակցության, որևէ այլ քաղաքականացված միտումներ չունի։ Չէ, ակցիայի միակ միտումը դա բարին է, բարի գործերն է, որի շուրջ համախմբում են թե կուսակցությունները, թե իմ նշած մնացած բոլոր կառույցները։ Դու միայնակ չես, ակցիան իսկապես ունեցավ մեծ արձագանք եւ սպասելիքներն առավել շատացան ընթացքում եւ արդեն հիմա, որովհետեւ սեպտեմբերի 7-ից մինչ սեպտեմբերի 27-ն էր, բայց այն երկարեց, որովհետեւ մարդկանց ցանկությունը, մասնակցությունը առավել մեծացավ։ Գիտեմ, որ քաղաքական գործիչներից եւս մասնակցություն են ունեցել եւ կասես կամ կթվես մի քանի անուններ, ովքեր մասնակցել են ակցիային։ Նախ շատ ուրախ եմ, որ դու միայնակ չես բարեգործական նախաձեռնությունը լայն տարածում գտավ նաև քաղաքական դաշտում, որովհետև այն աջակցությունը, որ տարբեր քաղաքական ուժեր ցույց տվեցին մեզ, իրոք շատ ոգևորիչ է։ Միացան տարբեր նախարարություններ, գյուղատնտեսության նախարարությունը, արդարադատության նախարարությունը, կրթության եւ գիտության նախարարությունը դեմս պարոն Աշոտյանի, միացավ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ կոչով հանդես եկավ եւ նրան միացան նաև Երևանի վարչական շրջանների ղեկավարները, միացան տարբեր կուսակցություններ, դերասաններ, երգիչներ, մի խոսքով աջակիցների քանակը չափից շատ էր։ Ակցիայի սկզբնական ժամանակահատվածում, այսինքն նախապատրաստական փուլի աշխատանքները երբ կայանում էին, համոզված էիք արդյոք, թե սպասելիքն առավել շատ էր, արձագանքն առավել շատ էր, ընթացքում արդեն։ Քո եւ Աշոտի սպասելիքներն իսկապես արդարացան, թե ոչ։ Պետք է ասեմ, որ ստացված արդյունքը բավականաչափ գերազանցեց մեր ակնկալիքները, որովհետև իրոք չենք նախատեսում այսքան մեծ արձագանք։ Այս արձագանքը եղավ նաև ի շնորհիվ մեր այն գոլեգանների, լրատվական կայքերի, հեռուստամեդիայի դեմքերի, ովքեր տարածեցին այս ինֆորմացիան եւ նաև միացան մեզ եւ ի շնորհիվ այս մարդկանց նրանց հեռուստադիտողները, նրանց երկրպագուները նույնպես մեզ միացան եւ այսօր մեր թիվը մի քանի հազար է, ինչը կարծում եմ շատ դրական է։ Մեզ միացած յուրաքանչյուր մարդու մեջ ես բարին եմ տեսնում ու նաև տեսնում եմ այն ցանկությունը միանալու հաջորդ ակցիաներին, քանի որ մեր նպատակը բարու պրոպագանդան է եւ այսքան շատ մարդ որ միացել է, նրանցից յուրաքանչյուրն էլ ինքը պրոպագանդա իրականացնող է իր սֆերայի համար։ Դրա համար կարծում եմ այս վարակ այն միտքը որ կար, ինքը շատ արագ տարածվելու է եւ մենք միանշանակ կանգ չենք առնելու։ Գոհացուցիչ էր միանշանակ եւ մենք կանգ չենք առնելու, սա նաև լավագույն մոտիվացիան էր մեզ համար, լավագույն խթանը, որ չկանգնենք եւ ապագայում ավելի մեծ պրոյեկտներ իրականացնենք։ Իսկ ավելի մեծ, ավելի հետաքրքիր ու լավ բաներ լինելու են, որովհետև աջակիցները իրոք շատ են եւ արդեն իրենք են մեզ դրդում։ Կարծում եմ ավելի մեծ նախահիմքեր արդեն ունի, որովհետև ակցիայի ժամանակ երբ մտածում ես ակցիան իրականացնել եւ բարեգործական նպատակի համար, ինձ սկզբնական ժամանակահատվածում թվում էր, թե դու եւ Աշոտը օգնելու եք միայն անապահով ընտանիքների, բայց այն հետո փոխվեց, որովհետև ակցիայի ընթացքում հյուսիսային պողոտայում եւ փողոցներում մարդկանց ծաղիկներ էր բաժանվում, ժպիտներ էր պարգևվում, ինչը իսկապես շատ գովելի փաստ է։ Հիմնականը իհարկե անապահով ընտանիքներին օգնելն է, քանի որ ցավոք Հայաստանում սոցիալական բևեռացումը շատ մեծ է եւ անապահով ընտանիքներն շատ են։ Մեն մարզային այցելությունները մեր ցույց են տալիս այն սարսափելի պատկերը, որ կա հատկապես սահմանամերձ գյուղերում, սահմանամերձ բնակավայրերում։ Ակցիան մի քանի փուլից էր բաղկացած։ Ծաղիկների բաժանումը եւ ժպիտները դա ակցիայի գեղեցիկ հատվածներից մեկն են, որը բարու տարածումն է նաեւ Երևան քաղաքում մարդկանց մեջ, որովհետեւ այդ մեկ ծաղիկը եւ մեկ ժպիտը, որ տալիս էին մեր գեղեցկուհիները մարդկանց, անցորդներին, իրենց այդ օրվա մեջ ինչ որ բան էր փոխում, գուցե ինչ որ մեկը հիասթափված էր այդ բանին, գուցե ինչ որ մեկը տխուր էր։ Նամանավանդ երբ Հայաստանում մարդիկ սովոր են ուղղակի տխուր դեմքով քայլել։ Հա, փողոցում ժպիտների պակաս իրոք կա եւ այդ ժպիտներից պետք է ոչ թե դժգոհել, այլ փոխել։ Իսկ մենք երիտասարդներ ենք, ովքեր փոփոխության են գնում ու փոփոխությունից չենք վախենում։ Բարու պրոպագանդայի ջատագով փոփոխության գնացող եւ փոփոխությունից չվախեցող երիտասարդը ինչ կցանկանա մաղթել հաղորդումը դիտողներին։ Հաղորդումը դիտողներին կցանկանամ, որ գնահատեն ու ապրեն պահով, գնահատեն այնինչ ունեն եւ չվախենան տարածեն եւ քարոզեն այն արժեքները, որոնք իրոք կարեւոր են համարում։ Մի քիչ սկսեն մտածել նաեւ իրենց կողքինների մասին, դադարեն եսակենտրոն լինել, եթե այդպիսի կան,
Եվ ճպտան ամենակարևորը։ Շնորհակալ եմ անկեղծության ժամին բացի այսքան անկեղծություն ապահովելուց, նաև մեծ եւ հետաքրքիր ինֆորմացիա ապահովելու համար։ Ես եմ շնորհակալ ձեզ հրավերի համար։ Շնորհակալություն։ Դե ինչ այսքանով եզրափակենք այսօրվա անկեղծության ժամ հաղորդումը։ Իմ հյուրն էր Blog News AM լրատվական կայքի գլխավոր խմբագիր Արամ Անտինյանը։ Ես ինչպես միշտ իմ արտաքին տեսքի համար շնորհակալություն եմ հայտնում Գալատեյա էսթետիկական բժշկության կենտրոնին, հատկապես դիմահարդար Սոնա Արաքելյանին, իսկ հագուստի համար իր մրցակիցը ճանաչող դիզայներ Դիանա Շատվերյանին։ Կհանդիպենք։